Հանուն հոր և որդու և հոգուի սրբո ամեն։ Անհնար է, որ գայթակղություն չկա, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով կգա գայթակղությունը։ Նրա համար ավելի լավ կլիներ, եթե մի էշի երկանակար վզից կախեին և ծով նեթեին, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ Ինչ է գայթակղություն։ Գայթել նշանակում է շեղել, շեղվել, հեռացնել, մոլորեցնել։ Առաջին գայթակղությունը դրախտում դեռևս եղավ։ Սատանան օձի կերպարանքով գայթակղեցրեց Եվային, շեղեց Եվային, խաբեց Եվային, մոլորեցրեց Եվային, որտև Աստված ասել էր, եթե ուտես արգելված պտղից կմեռնես, իսկ Սատանան խաբեց, շեղեց Եվայի միտքը, ասաց չեք մեռնի, կլինեք աստվածների նման, աստվածներ չկան, Աստված մեկ է։ Առաջին գայթակղությունը եղավ դրախտում, և նաև Եվան նայեց պտղին և գայթակղվեց, տեսավ այսինչ գեղեցիկ է, այսինչ բուրումնավետ է, այսինչ շոշափելի է, սքանչելի է և գայթակղվեց, շեղվեց ու ճաշակեց արգելված պտղից ու մահը ճաշակեց իրականում, կյանքի փոխարեն մահը ճաշակեց։ Դրախտային այս պատմությունը այսօր արարչության մեջ շարունակվում է, ինչպես Սատանան Եվային խաբեց, այդպես էլ չարը մեզ է խաբում, մեզ վատը լավ է ցույց տալիս, մեղքը արդարություն է ցույց տալիս, քիչը շատ է ցույց տալիս, մութը լույս է ցույց տալիս։ Դուք նայեք արարչության մեջ որևէ գայթակղություն չկա, արարչության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և չափավոր է, բայց մենք ինքներս սատանայի դրդմամբ սկսում ենք չափազանցնել, սկսում ենք չեղածը գովազդել, բարձրացնել, ստել, շեղել, գայթել և այդպես դառնում ենք սատանայի գործիք, ինչպես օձը դարձավ սատանայի գործիք, այնպես էլ մենք ենք գայթակղվում և գայթակղեցնում։ Առաջին գայթակղությունը աչքերի միջոցով է լինում, ինչպես Եվան գայթակղվեց, նայեց պտղին, տեսավ գեղեցիկ է։ Այդպես էլ մենք արարչության մեջ, երբ որ նայում ենք, գեղեցկությունն ենք տեսում, որտև Աստված ամեն ինչ գեղեցիկ է ստեղծել, բայց այդ գեղեցկության մեջ մենք ոչ թե արարածներին պետք է տեսնենք, այլ արարչին պետք է տեսնենք։ Մենք տեսնում ենք, թե Աստված մարդուն ինչ գեղեցիկ է ստեղծել և գայթակղվում ենք մարդով, ուզում ենք, ցանկանում ենք մարդուն, կնոջը, կինը տղամարդուն, տղամարդն էլ կնոջն է ցանկանում և այդպես արարչի փոխարեն արարածին է տեսնում, չի տեսնում արարչին, որ այդքան գեղեցիկ է ստեղծել, կապվում է արարածին և դառնում է կռապաշտ, ցանկասեր, վավաշոտ, շնացող։ Նաև հոտոտելիքով մենք կարող ենք գայթակղվել։ Աստված արարչության մեջ որքան գեղեցիկ ծաղիկներ, ծառեր է ստեղծել, անգամ մրգերը իրենք բուրմունք ունեն, բայց այդ բուրմունքը երբեք մեզ չի գայթակղեցնում։ Ծաղիկի բուրմունքը մեզ հաճելի է, բայց ոչ ավելին, բայց տեսեք մարդու ստեղծած օծանելիքը արարչությունից վերցնում է և գայթակղեցնում է։ Մենք կարող ենք գայթակղեցվել նաև շոշափելիքով։ Աստված ամեն ինչ գեղեցիկ ու նուրբ է ստեղծել։ Այդ նուրբը Աստուծո պատկերն է մեր մեջ, բայց ցավոք սրտի մենք կարող ենք շոշափելիքով գայթակղվել, այդ նրբությունը դարձնել մեղքի պատճառ։
Ուրեմն ամենուրեք արարչության մեջ կա գեղեցկություն, ներդաշնակություն, բարություն, սրբություն, բայց երբ որ մարդը վերցնում է այս Աստծո ներդաշնակությունը, քիչը շատ է ներկայացնում, վատը լավ է ներկայացնում, տգեղը գեղեցիկ է ներկայացնում, ինքն է գայթակղվում և գայթակղեցնում է շատերին։ Եվ մեր Տերը վայ է ասում, որ մենք գայթակղվենք և գայթակղեցնենք, ոչ միայն չպետք է գայթակղեցնենք, այլ չպետք է գայթակղվենք, չպետք է շեղվենք, ճիշտը ճիշտ պետք է ասենք, սխալը սխալ պետք է ասենք, վատը վատ պետք է ասենք, լավը լավ պետք է ասենք, չպետք է շեղվենք, որտեղ գայթել նշանակում է շեղվել։ Այս մասին մի փոքրիկ առակ պատմություն ներկայացնենք ձեզ Վարդան այգեկցու առակներից։ Մի կռապաշտ թագավոր է լինում, որ իր ամբողջ կյանքում կուռքերին էր պաշտում։ Եվ այնպես է պատահում, որ մահանում է այս կռապաշտ թագավորը, բայց իր ժառանգին, արքայազնին որևէ բան չի թողնում։ Եվ տարեց տարի, քանի որ հայրը կռապաշտ էր, արքայազնը որդին ևս կռապաշտ է լինում։ Պաշտում է, երկրպագում է նույն կուռքին, որ հայրն էր պաշտել։ Բայց որքան որ այդ կուռքին պաշտում է, մեծարում է, նվերներ է անում, քուրմերին առատապես բարիքներ է շնորհում, այնքան աղքատանում է այս թագավորը։ Եվ զարմանում է, ինչու իմ հայրը այդ կուռքին պաշտում էր, աղքատ էր։ Ես էլ նույն կուռքին երկրպագում եմ ու աղքատ եմ, ուրեմն սուտ է այս կուռքը, Աստված չէ։ Եվ մի օր բարկության ու ցասումի մեջ վերցնում է քարերով ջարդում է այդ կուռքը, եւ երբ ջարդում է, միջից ոսկիներ ու արծաթներ են թափվում։ Իր հայրը ոչ միայն պաշտել էր այդ կուռքը, այլ նաև գանձանակ էր սարքել այդ կուռքից, իր ոսկիներն ու արծաթները լցնում էր կուռքի մեջ։ Այդքան կապվել էր այդ կուռքին, այդքան երկրպագում էր, այդ պաշտամունքն էր իր ամբողջ ոսկին ու ունեցվածքն էր տարեց կուռքին, ինքն էլ աղքատանում էր, բայց որդին հայտնաբերեց չարիքը, չգայթակղվեց, հասկացավ, որ արձանը չի կարող Աստված լինել։ Սուրբ Վարդան այգեկցին մեկնում է այս առակ պատմությունը հետևյալ կերպ. մենք հոգի ենք և մարմին, շատ անգամ մենք մեր մարմինը դարձնում ենք կուռք, բայց այդ մարմնի մեջ թաքնված հոգին գանձեր ունի։ Ամբողջ հարստությունը մարմնի մեջ չէ, այլ հոգու մեջ է հարստություն։ Եվ մենք ցավոք սրտի հոգուն ծառայելու փոխարեն մեր մարմնին ենք ծառայում, մեծարում ենք մեր մարմինը, խնամում ենք մեր մարմինը, ցանկություններն ենք կատարում, պաշտում ենք, երկրպագում ենք, մեր մարմնական ցանկություններով ենք ապրում, ուզում ենք վայելել ոչ թե հոգով, այլ մարմնով, բայց մարմնով չես կարող վայելել, հոգով կարող ես վայելել։ Եվ այդպես անընդհատ աղքատանում ենք, եթե մարմին ենք ծառայում, անընդհատ գայթակղվում ենք մարմնի ցանկություններով և անընդհատ հոգով աղքատանում ենք, անընդմեջ ունայնանում ենք, սնամեջ ենք դառնում, մեր հոգին դատարկվում է։ Եվ մի օր, երբ որ գիտակցենք արքայազնի նման, որ մարմնի ծառայությունը մեզ տանելու է աղքատության, ապա կքանդենք մարմնի կուռքը, կվերացնենք պաշտամունքը չաստվածների և հոգու կամքը կկատարենք, հոգով կհարստանանք, մարմնի պաշտամունքը, երբ որ մենք քանդենք, հոգու մեջ գանձեր կգտնենք, որովհետև մենք հարուստ ենք ոչ թե մարմնով, այլ հոգով ենք հարուստ, և մենք
միմյանց մեջ նույնը պետք է տեսնենք, ոչ թե մարմնավորը նյութականը պետք է տեսնենք, այլ հոգևորը պետք է տեսնենք, ոչ թե արտաքին գեղեցկությանը պետք է նայենք, այլ ներքին գեղեցկությանը, հոգով պետք է հարստանանք եւ ոչ թե մարմնով։ Ուրեմն զգույշ լինենք ինքներս չգայթակղեցնենք որևէ մեկի եւ չգայթակղվենք որևէ մեկով, որտեղ Աստծո արարչության մեջ չկա գայթակղություն։ Գայթակղությունը չարի դրդմամբ մուտք գործեց աշխարհ։ Թող չլինի մեր մեջ գայթակղություն, թող լինի պարկեշտություն, շիտակություն, մաքրություն ու սրբություն։ Ամեն։